Կատուն ու մկները, աբխազական հեքիաթ։ Հայտնի բան է, որ կատուներն ու մկները համերաշխ չեն ապրում։ Ահա թե մի անգամ ինչ պատահեց նրանց հետ։ Մի ծեր ու խորամանկ կատու իր մոտ է կանչում թոռնիկներից մեկին և ասում. «Զգում եմ, որ այս աշխարհում երկար չեմ ապրելու։ Այ եթե մկները գային ինձ հրաժեշտ տալու, իմ խիղճը կհանգստանար։ Գնա մկների մոտ, դու դեռ փոքր ես, նրանք քեզնից չեն վախենա, կլսեն քեզ։ Հայտնիր նրանց, որ ես շատ ծանր հիվանդ եմ, համարյա մահամերձ, զղջում եմ կատարածս մեղքերի համար և շատ եմ խնդրում, որ գան ինձ տեսության ու հոգեհանգստի աղոթքներ կարդան»։ Փոքրիկ կատուն գնում է մկների մոտ և հայտնում պապի խնդրանքը։ Այդ ասելով, նա ինքն էլ է խղճահարվում և նույնիսկ արտասվում է։ Մկները հավաքվում են խորհրդի, սկսում են քննել ծեր կատվի խնդրանքը։ Երկար են խորհում, դատում, վերջապես դուրս է գալիս մի տարեց մուկ և այսպիսի ճառ ասում. «Վարվեք ինչպես կուզեք, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես միայն նրա թաղմանը կգնամ։ Նրա սուր ճանկերը դեռ չեմ մոռացել»։ Մի ուրիշը նրան ասում է. «Վախկոտի պես ես դատում, մենք այնուամենայնիվ կգնանք և կտեսնենք, թե ինչպես է սատկում այդ ծեր ավազակը։ Դե նա իսկի ուժ էլ չի ունենա ճանկերը պարզելու»։ Նրա հետ համաձայնվեցին մի քանի անհոգ ու ջահել մկներ։ Եվ վերջ ի վերջո բոլոր մկները, ծեր թե ջահել, բացառությամբ կաղ մկանը, գնում են մեռնող ծեր կատվին տեսության։ Երբ նրանք մոտենում են կատվի բնակարանին, նրանց դիմավորում է թոռնիկը և բոլոր մկներին տանում է պապի մոտ, իսկ ինքը գնում է դեպի դուռը և այն ամուր փակում։ Ծեր կատուն իրեն բոլորովին անուժ է ձևացնում, բայց երբ մկները մոտենում են նրան, նա դեն է շպրտում համրիչը և այնպես է մլավում, որ մկների արյունը բոլորովին սառչում է։ Կատուն հարձակվում է նրանց վրա, բոլորի հետ հաշիվը տեսնում է և իր համար հարուստ քելեղ սարքում։ Ինչ-որ հրաշքով միայն մի ջահել մուկ է ազատվում և սարսափահար փախչելով մտնում է հատակի տակ։ Կաղ մուկը, որ դեռ հեռվից տեսել էր, թե ինչպես էր փրկված մուկը լեղապատառ փախչում, նրան հարցնում է. «Կատուն ինչպես ընդունեց ձեզ»։ «Միայն ես եմ կենդանի մնացել», շնչակտուր հազիվ կմկմալով ասում է կենդանի մնացած մուկը։ «Ահա թե նա ինչպես ընդունեց մեզ»։ «Բարեկամ, նենգ թշնամուց զգույշ եղիր», ասում է նրան կաղ մուկը։ «Զգույշ եղիր և մեկ ընդմիշտ հիշիր. թշնամու հորդորներին մի հավատա, վախեցիր նրա բարությունից ու գթասրտությունից»։